Եթե հասարակությունները հասկանան, որ առաջին թիրախում չպետք է հայտնվի ցանկացած իրավիճակում հաշմանդամություն ունեցող անձը, հաշմանդամություն ունեցող կինը, խաղաղությունը ուղղակի որպես այդպիսին կկորցնի խնդիր դառնալու նշանակությունը եւ խաղաղությունը կդառնա մեր առօրյայի սովորական կենսապայմանը։ Ես Արևն եմ եւ ես ծանրամարտիկ եմ։ Ամեն ինչ սկսվում է մեր իրավագիտակցությունից, երբ որ կինը գիտի իր իրավունքները, հաշմանդամություն ունեցող կանայք առավել եւս պետք է իմանան իրենց իրավունքները եւ հնարավորությունները, ճիշտ գնահատեն իրենց այդ հնարավորությունները եւ հմտությունները որպես անձ հասարակության անդամ, այդ ժամանակ կկարողանան նաեւ կարծրատիպերին դեմ գնալ, կարծրատիպեր ընդունել որպես մարտահրավեր եւ հաղթահարել։ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 1325 բանաձևը կոչ է անում մեծացնել կանանց մասնակցությունը որոշումների կայացման գործընթացներում, ազգային, տարածաշրջանային եւ միջազգային մակարդակներով։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ խաղաղ գործընթացներում կանանց ներգրավվածությունը 20%-ով մեծացնում է խաղաղության համաձայնագրերի իրագործման հավանականությունը։ Հաշմանդամություն ունեցող կինը չի կարող եւ որոշ դեպքերում նաեւ իրավունք չունի ունենալ անձնական կյանք, սեր, ընտանիք եւ սեռական կյանք։ Այդ կարծրատիպերով պայմանավորված ես շատ լուրջ խնդիրներ եմ ունեցել եւ հասարակությունում եւ հարազատների շրջանում, ինչպես նաեւ հենց բուժանձնակազմի կողմից։ Երբ որ ես որոշեցի, որ պետք է մայր դառնամ, առաջի հենց բախումը կարծրատիպային վերաբերմունքային ես զգացել եմ հիվանդանոցում, քանի որ ես սիրում եմ բոյկոտել կյանքի դժվարություններին եւ հաղթահարել մարտահրավերներ, ես ինքս սովորեցրեցի բուժանձնակազմին ինչպես կարող են ինձ հետ շփվել, որպես հաշմանդամություն ունեցող անձ կին եւ հետո արդեն որպես հղի մայր կին, ով պատրաստվում է մայր դառնալ, եւ մենք հաջողության հասանք եւ ես ունեմ հրաշք բալիկ։ Ես ուժեղ եմ մարզասրահում եւ ոչ թե բայց, այլ եւ այդ ուժին նաև նպաստում է իմ որդու գոյությունը, որովհետև կյանքում այն պահից սկսած, երբ որ ես արդեն մայր եմ, իմ բոլոր հաղթանակները նաև իմ որդու հաղթանակներն են եւ հակառակը իմ որդու բոլոր հաջողությունները նաև իմ հաջողություններն են։ Դրա համար ես ուժեղ եմ, որպեսզի ուժեղ լինի նա եւ հակառակը նա ուժեղ է, որովհետեւ ուժեղ եմ ես։ Մենք պետք է հասկանանք, որ յուրաքանչյուր կին իրավունք ունի ընտրել եւ իրացնել իր իրավունքները իր առողջության եւ ընդհանրապես վերարտադրողական առողջության հետ կապված եւ երբ որ հասարակությունները գան այդ գիտակցությանը եւ մեր իրավունքները պաշտպանված լինեն, խաղաղությունը արդեն ոչ թե կլինի գաղափար, այլ իրականություն։